Շատերը հարցնում են, Գագիկ Հաջո՞ւց, փոխել ես ազգանունդ։ Ազգանունս նույնն է, Հաջոցը մեր տոհմական անունն է։ Մի փոքր պատմեմ, իսկ դու գտիր քո անցյալն այստեղ։ Տոհմամները եղել են բարբառային, ոչ պաշտոնական եւ հանդիսացել են համայնքային հիշողության եւ գերդաստանի ճանաչման հիմնական միջոցը։ Տոհմամներն առաջանում են հիմնականում 4 աղբյուրից։ Առաջին՝ նախնու անունից։ Սա ամենատարածվածն է։ Օրինակ՝ Խաչենց, Պետրուց, Սարգսենց, Տոնականց, Քոչարուց։ Վերջինս հորս մորական պապի տոհմական անունն էր, քանի որ հորս մորական պապի անունը Քոչարի է։ Երկրորդ՝ նախնի մասնագիտությունից կամ զբաղմունքից։ Օրինակ Հաջուց, սա հենց մեր տոհմական անունն է։ Հաջի կոչել են պապուս հոր, ով եղել է առևտրական եւ շատ հարգված մարդ համայնքում։ Դա մար չի, մորս պապի տոհմական անունը, ովքեր եղել են դարբիններ։ Իսկ օրինակ Կիլիկյան Հայաստանում նույն գերդաստաններին անվանել են Դեմիրճի։ Երրորդ՝ նախնի մականունից կամ բնավորությունից։ Օրինակ Պիճոյենց, Հութոյենց, Ծակած, Պահլուց, Կահլուց, Մուզուց եւ այլն։ Եվ վերջապես չորրորդ՝ նախնիների եկած տարածքից կամ բնակավայրից։ Օրինակ Շրջանենց, Աղթալենց, Նորաշենց եւ այլն։ Գրեք ձեր տոհմական անունը, տեսնենք ձերը որտեղից է գալիս։ Եվ վերջում, ինչ գործառույթ ուներ տոհմական անունը։ Պատկանելություն գերդաստանին, դա հատկապես կարևոր էր ամուսնությունների եւ միջգերդաստանային հարաբերությունների մեջ։ Նախնիների մասին գիտելիքի պահոց էր, այն այսպես ասած արխիվ էր գյուղի համար։ Շատ գյուղերում ազգանունը նույնիսկ չէին հիշում, բայց տոհմական անունը պարտադիր։ Կհանդիպենք։